Իմ բալիկները ծնվել են մեր ամուսնության 10-րդ տարում։ Մինչ այդ համառ երկարատև բուժումներ եւ առաջնային, հետո արդեն երկրորդային չբերության ախտորոշում։ Ես եկեղեցում էի հուսահատ, որ չկա էլի հղիություն, ձեռքիս էր մոմը, բայց ես դեռ չէի տեղադրել եւ այդ ժամանակ այդ լաբորատորիայում, որտեղ որ ես բուժվում էի, աշխատում էր հայ մի սիսյանցի աղջիկ, որը ինձ զանգահարեց եւ ասեց. «Գիտեք, Սուսանա, դուք հղի եք, այն էլ կարող է ոչ թե մեկը, այլ երկուսը կամ ավելին»։ Երբ որ ասեցին, որ քույրս երեխայի է սպասում, այն էլ եռյակ, ուրախությունից ճչում էինք, թռվռում էինք։ Բազմաթիվ դժվարություններով հղիությունը ընթացավ, անընդհատ վախերի մեջ։ Հիշում եմ, երբ որ տեսնում էինք իրան, շատ զգուշ էինք իր հետ խոսում, հեռավորություն էինք պահպանում, մտածում էինք, թե կվնասեինք, մտածում էինք, թե հանկարծ ինքը ինչ-որ մի ձև չշարժվի, նենց որ կարող է վայր ընկնի։ Այսպես ընթացավ այդ հղիությունը եւ ծնվեցինք։ Մարտի 3-ն էր, 3-րդ ամսվա 3-րդ օրը, շաբաթվա 3-րդ օրը, օրվա 3-րդ ժամին։ Եկանք տուն ու սկսվեց, որովհետև ես որոշել էի, որ իմ երեխաներին պետք է կերակրեմ կրծքով։ Դա շատ բարդ, ճիշտ ասած ես լիքը սովորել եմ, բոլորը ինձ համարում են ահագին խելոք աղջիկ, բայց շատ բարդ էր։ Պետք էր հաշվել, այս անգամ կերպ Արեգը Հայկը, հետո Ռազմիկը, չէ, Ռազմիկը Հայկը, ու շատ էր լինում, որ խառնում ենք, հետո այն կերածին դնում ենք այն կողմ, որպեսզի չխառնենք քույրիկներից բարեկամներից, որ կերել էր։ Դա շատ 5.5 ամիս դա տևեց։ Պայմանականորեն երեխաներին բաժանել էինք, որ եթե օրինակ Արեգն էր զարթնում կամ Արեգին պետքա գրկեինք, դա Սուսաննան պետքա աներ։ Եթե Հայկը ես, եթե Ռազմիկը Նեկտարը։ Ընդհանրապես բողոք, որ հոգնել եմ, չեմ կարողանում, տենց բան չկար, Սուսաննայից երբեք չէինք լսի տենց արտահայտություն, ընդհակառակը։ Գալիս էր, խառնում էինք իրար այդ խաղալիքները, ամբողջ գորգովում էինք, ինչքան էր որ դժվար էր, չէ, բայց միևնույնն է, հավասար երեխաներին խաղում էինք իրանց հետ։ Երևի դրա համար էլ իրանք սենց հիմա այսքան ակտիվ են։ Այ մամայի պետք, մամայի պետք հանդես։ Մենք շատ տարբեր ենք իրարից, ամեն մեկս ունի իր նախասիրությունները ու լրիվ ուրիշ, ոնց որ լրիվ ուրիշ մոլորակներ լինենք։ Երեխաների հետ գալիս էինք, անձրև էր ջրափոս մեր մուտքի մոտ։ Առաջինը գնում էր Ռազմիկը։ Ռազմիկը մտավ այդ ջրափոսի մոտ, մեջ չլմփ, ընդհանրապես չզգաց, որ ջուր եղավ, ցեխ եղավ, անցավ նույն անվրդով երազկոտ հայացքով բարձրացավ։ Արեգը եկավ, կանգնեց, սարսափահար եղավ այդ ցեխ, ջուր, ինքը ոնց պետք է այստեղից անցնի, բռնվեց այս ճանապարհից, ինչ որ մի ծառից մի կերպ անցավ, որ չթրջվի, ոտքերը չցեխոտվի։ Հայկը եկավ, հասավ իրար հետ, մեկ վայրկյանների տարբերություն, կանգնեց, նայեց ջրափոսին, աչքերը փայլեց ու սկսեց թռնել այդ ջրի մեջ։ Եվ այդպիսին են հենց կյանքում։ Ամեն մեկը սիրում էին մի բան, երեքը մի տեսակ երբևիցե չէին ուտում, նույն կերակուրը չէին ուտում, նույն հագուստը չէին սիրում։ Մեր վեճերը հիմնականում սկսել են շորերի դասավորությամբ, օրինակ Արեգը, ինչ որ ինքը ավելի կոկիկ է։ Մենք ես ու Ռազը թափթփված ենք ու ամեն օր մենք կրվում ենք այդ շորի, ով գակնի այս շորը կամ այս ումնա կամ այս իրանն է։ Երբ որ ասում են երեխաներին նույն չափ եք սիրում, արդյոք կա տարբերություն ում ինչպես եմ սիրում, չկա տարբերություն չափի մեջ, կա ձևի մեջ։ Հետո կրվում ենք դրա համար, որ օրինակ ես մի բան էի անում, մաման իմ վրա շատ էր ջղայնանում, օրինակ, իսկ Արեգի վրա մի բանից իմ կարծիքով քիչ էր ջղայնանում։ Հետո մամային հարց ենք տալի, ինչի։ Մաման այդ ժամանակ չգիտեր ինչ պատասխաներ, տենց այդ դրանից է շատ կռիվ բռնում, հետո գալիս ենք եւ հետ կռվում ենք։ Առաջին աստղիկները որ ստացվում։ Նոր է հայտնաբերվել Հայկի մոտ, մեծ
մեծ մղում դեպի խոհարարությունը։ Ինքը ընդհանրապես ուզում էր դառնալ գենային ինժեներիայով զբաղվել, բայց հանկարծ հիմա ամբողջ օրը եփում թափում է, ինձ քննադատում, արդեն Արեգը ինձ թվում է ինքը գիտեք աշխարհի ամենաուղղամիտ, արդար, նույնիսկ մեկ թվում է այդ արդարամտության աստիճանը չափազանց շատ է։ Ռազմիկը ավելի խորունկ, վեհ, միայնակ, մի քիչ փակ, բայց շատ էմոցիոնալ, ամենաէմոցիոնալ Ֆորտիս է։ Մենք միասին սիրում ենք կիրակի օրերը պատրաստել բոլորով, այսպես մենք փորձում ենք բոլոր պապիկների, տատիկների սովորույթները վերականգնել ընտանիքում եւ այդ մշակույթը, որտեղ նաեւ ես պահպանողական մարդ եմ։ Կիրակի օրերը կարտոֆիլ դնել, ջեռոցում, վիճել, օրինակ իմ հետ գիտեք, շատ բան սովորել իրենցից։